Լավ։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե որտեղից ենք սկսում։ Երևի հերթով գնանք բարեկամների տներով։ Օֆո ջան, էս էլ Արտաշիս տղեն, Միքայելսը։ Ասում ես վաղուցա չէ իմությունը։ Չգիտեմ, նոր զգացի։ Ինչ կաներ։ 38։ Օֆո։ Ասում ես ինչ հիվանդություն ունի։ Ոչ մի հիվանդություն էլ չունի։ Այս երեխուն իրա մերն է հիվանդ սարքել, տարել փակել է հիվանդանոցում։ Բայց անուշան կարծեմ երկար ժամանակ վարկած է եղել հիվանդանոցում։ Ինչ։ Բա բժիշկներն ինչ են ասում։ Եսի ասում են իբր ոչ կեկնա։ Շատ ուրախ եմ նույն որ նման բան ես որոշել։ Սա մենակ թե ստացվի։ Բայց պապան դեռ տոմսերից ոչ մի ձեն չի հանում։ Կստացվի, ես համոզված եմ, որ կստացվի։ Մտեք։ Մեր պրամը քեզ է կանչում։ Ինձ։ Լավ, հիմա կգամ, մերսի։ Լավ։ Ինչ ա ուզում քեզնից։ Չգիտեմ, երևի էլի դասերից ես կամ իմ աշխատանքից հարցնելու։ Լավ, ես գնամ տենամ ինչ ասում, բայց էլ չեմ բարձրանում, մի անգամից աշխատանքի կգնամ, լավ։ Մեր թաննա։ Կանչում եք։ Լավ կլինի, որ արդեն սկսես հետս դույով խոսել, Մերի ջան։ Չգիտեմ, դեռ չեմ կարող։ Սա վերցրու։ Կգնաս քո համար բեմական շոր կառնես։ Ես ուզում եմ, որ այդ համերգի օրը ամենագեղեցիկը դու լինես, աղջիկ ջան։ Վերցրու։ Բայց դուք ինչ գիտեք, ինչ արժի բեմական շորս։ Ինչքան էլ լինի, այս փողը հաստատ կհերիքի։ Վերցրու։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, աղջիկ ջան։ Տենում ես դրան, ոնց էլ դասավորեց բախտը, ճիշտ են ասում էլի, մարմանդ գետից վախեցի։ Դե ինչ, ձեզ հաջողություն և համբերություն եմ մաղթում և ամենակարևոր առողջություն։ Եթե հանկարծ հարցեր կառաջանա, խնդրեմ, կապի մեջ եղեք։ Շատ շնորհակալ ենք, կապի մեջ կլինենք։ Դե գնացինք։ Դե արի գնացինք, մամ ջան, արի։ Մամ, արի գնանք, դու մեզ հետ ես ապրելու։ Ինկա, ինչ եղավ, չեք գալիս։ Պապ, մի հատ արի, էլի։ Ինչ է եղել։ Լաուրա, քեզ տուն ենք տանում, չես գալիս։ Դե արի գնանք տուն։
Ամ ջան, արի գնանք, հա։ Մամ, արի գնանք։ Ալո։ Ներսես ատեղ ես։ Հա, լասպար։ Ներսես ինչքան կարաս մնա։ Մեր գլուխ այսօր խառնա մի քոյն ենք ման գալիս։ Նորություն չկա։ Չէ, հերթով սաղ բարեկամների տներն են գնում։ Հələ որ ոչ ոք ոչինչ չգիտի։ Դու մի անհանգստացի, ես տեղ կմնամ, նորություն կլինի կզանգես, Գասպար։ Լավ եղավ։ Այստեղ շատ եմ եղել։ Բարև Ներսես։ Բարև ձեզ։ Արավ ձեզ։ Այսօր դու ես դիժորնին։ Հա, Մենք վերջինք մի հով տեղ գնանք, ու ավելի լավ տեղ չգտանք։ այդ հարցում շատ ճիշտ ես։ Համեցեք։ Նստի, ես հիմա կգամ։ Ինչ կցանկանաք։ Ուր են մնացածները։ Իրանց գործերով դուրս են եկեն։ Իլիսրա հետ։ Ներսես լավ էլի, ոչինչ չասես։ Դու գնա Սուրենի հետ նստի, ես հիմա բոլորիս սուրճ կեփեմ։ Չեմ հասկանում, ինչի ես կանչել, մամ։ Ինչի ես այդ տոնով խոսում։ Չհասկացա, բա ինչի ես տեղ կանչել, տունը չէին կարա հանգիստ խոսանք, մամ։ Չէ։ Այստեղ է հարմար։ Այստեղ էի ուզում խոսել, այստեղ էլ որոշեցինք։ Ես էլ եմ այդ ասում, մամ։ Եթե ինչ-որ բան կար, կանչեիր գայի տունը կնստեինք կզրուցեինք։ Կարող է ինչ-որ բիզնես լեգիոներ կապված հարցեր կան։ Եթե տենց խնդիրներ կան, ուրեմն պետք է Հայկին կամ Վահանին ասեիք։ Իրանք այս հարցերից լավ գլուխ են հանում։ Իսկ դու ինչ գործերից ես լավ գլուխ հանում, Դավո։ Այսինքն։ Դու հիմա նյարդայնանում ես, երևի շտապում ես, հա, գործեր ունես։ Հա, մամ, շտապում եմ ու գործեր ունեմ։ Հա, նկատել եմ վերջերս շատ գործունյա ես դարձել։ Լավ չի, մամա։ Հա, Դավո, վատ է։ Այն ինչով որ դու զբաղվում ես, շատ վատ է։ Հա, Դավո, ես ամեն ինչ գիտեմ։ Այ Զաքար, ես քո մարդասողի։ Ինչ Զաքար, ես ինչ մեղք ունեմ, դու ես մեղավոր։ Վրամի այդ գործ ես բռնել, դրա պատճառով էլ ամեն ինչ ջրի երես դուս եկավ։ Այդ ոնց։ Ուղեղիս մեջ միայն մի բան չի տեղավորվում։ Էդ ինչ ա խելքդ փչել, որ այդ տեսակ գործի մեջ ես մտել, Դավո։ Հələ մի րոպե, այդ ոնց ա եղել, որ վրամի միջոցով ա բացահայտվել։ Վրամը մամայից փող ա ուզել։ Համոզել ա, որ այդ գործը իբր ձեռը դու գործ ա, որ բիզնես լեգիոնի փողերով այդ ապրանքը առնի։ Այ հորոս սարև։ Այդ մարդը լրիվ խելքը թռցրել է, հա։ Չէ, առաջին անխելքությունը դու ես արել, Դավո։ Դու քիչ էիր, հիմա էլ մաման։ Լսի, այ տղա, մենք քո մասին ենք մտածում, ուզում ենք քեզ փրկել։ Դրա համար այդ ապրանքը դու ինձ պիտի տաս։ Այսինքն մեզ պիտի տաս, էլի ինձ ու Նվարդին։ Մենք գիտենք այդ ապրանքը ոնց իրացնենք։ Եղավ։ Չէ, չեղավ։ Մամ կներես, բայց դուք եք պակաս, որ ինձ ասեիք, թե ես ինչ անեմ։ Ու իմ գործերը ոնց դասավորեմ։ Այդ ոնց ես խոսում։ Մի հատ էլ խփի։ Քեզ հետ ինչա կատարվում, Դավո։ Ոչ մի բան։ Ուղղակի հազիվ ինքնուրույն գործ եմ սկսել։ Չեք թողում մարդ շարժվի։ Գործ, հա։ Էդ ինչ գործ ես սկսել, կարող ես ասել։ Այդ արդեն իմ գործն է։ Ու ես գիտեմ, թե ինչ եմ անում։ Ես ինքս տակից դրա դուրս կգամ։ Խնդրեմ։ Լրի վերეხու խելք։ Այ տղա, մենք քո համար ենք մտածում, քո մասին։ Ով ես եմ երեխա։ Բա ինչ ես։ Քթիցը 2 մետր են կոն ոչինչ չես տեսնում։ Դավո, խնդրում եմ վերջ տուր այդ համառությանդ։ Արի նստենք, խոսենք, հասկանանք ինչ ա կատարվում ու մենք ինչ կարող ենք անել։ Այդ վրամին փող չտաս։
Ինչքան էլ որ քեզ կհամոզի, ոչ մի կոպեկ չտաս։ Ես կգնամ իր հետ կխոսամ ու իմ հարցերը կպարզեմ, եղավ։ Իսկ հիմա դու ինձ լսի Դավո։ Մամա, եթե նորից պիտի սկսես ինձ համոզել, չարժի, հաստատ չարժի, ավելի լավ է ես գնամ։ Չէ Դավո, ոչ մի տեղ էլ չես գնա, դու հիմա կնստես ու ինձ կլսես։ Ասա, լսում եմ։ Ուրեմն էսպես։ Դու մեզ կասես ապրանքի տեղը, մենք այդ ապրանքը կբերենք այստեղ ու բիզնես լեգիոնը։ Չէ, մամա։ Իմ պատասխանը չենա։ Ոչ։ Բիզնես լեգիոնը այս գործի հետ ընդհանրապես կապ չունի։ Դավո։ Որ ասում ես իր այդ խոսալ չի լինի։ Սերը որ թակատ է, մեզ է տվել